Ավանդությունը պատմում է, որ հեթանոս Շիրակի տարածքում հին Անիի 7 մեհյանների սպասավորներն ուզում են դարձի գալ ու խմոր են շաղում բաղարջակերած տոնի համար։ Բաղարջ թխելու համար խմորն էջմիածին պետք է տանեին Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալները։ Ճանապարհին նրանց վրա գայլեր են հարձակվում։ Նրանց փրկում է հրաշքով բռնկված հրդեհը։ Գայլերը փախչում են, իսկ երբ առաքյալները բացում են խմորը, տեսնում են բռնկված հրդեհի կրակից նկանակ է թխվել, վրան խաչյալ Հիսուսի պատկերը։ Վայրը, որտեղ հարձակվում են գայլերն ու բռնկվում է հրդեհը, կոչվում է Մաստարա, ասել է թե առաքյալները Մաստարան։ Գյուղի անվան առաջացման մեկ այլ պատմություն կապված է Սուրբ Հովհաննես եկեղեցու հետ։ Երբ այս տեղով տանելիս են եղել Սուրբ Հովհաննեսի մարմինը, գյուղացիք խնդրել են, որ նրանից մի մաս տրվի իրենց, ստանալով այն գյուղում եկեղեցի են կառուցում եւ մասունքը զետեղում այդտեղ։ Դրանից հետո գյուղը կոչվում է Մաստարա, մասը տարա։ Ավանդազրույցում հիշատակվող Սուրբ Հովհաննես եկեղեցին միջնադարյան Հայաստանի ամենահին, ճարտարապետական մտահղացմամբ առանձնահատուկ եկեղեցիներից է։ Գյուղը զարմանալիորեն առատ է սրբատեղիներով։ Այն ունի 15 մատուռ, որից մեկը հանրահայտ Սուրբ Ստեփանոս նախավկան է։ Ուխտավորներ լինում են ինչպես մեր տարածաշրջանից, այսինքն Արագածոտնի մարզից, նաև Երևանից, Շիրակից, ինչպես նաև արտասահմանից միշտ հյուրեր ունենում են։ Հնագիտության ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Լիանա Ավետիսյանը Մաստարայից է։ Իր առաջին գիտական աշխատանքով նպատակ ունի հանրայնացնել այդ բնակավայրի սրբավայրերը։ Գյուղում սովորաբար գիտեն միայն սրբավայրերի անուններն ու կառուցման ժամանակաշրջանը, իսկ ահակառուցման նախապատմությունը մնացել է անհայտ։ Հիմնականում սրբավայրերը կառուցվել են ինչ-որ երազների հիման վրա։ Մեկ սուրբ էլ կար, որը բերվել էր Մշից, իրենց մատուռը տեղափոխել էին հետները Մաստարա։ Գաղթի ժամանակ Մուշից Մաստարա մասունքներ է տեղափոխել Սամվել Վարդանյանի մեծ հայրը։ Նա գաղթի ժամանակ Մշոսուրբ Կարապետ վանքի մասունքները փախցրել եւ հասցրել է Մաստարա, տեղադրել գյուղի լքված սրբավայրում։ Մասունքները հետագայում գողացվել են, սակայն ընտանիքը առ այսօր շարունակում է հոգ տանել մատուռի մասին։ Ընտանիքի զույգ զավակները կողք կողքի կառուցել են Սուրբ Հակոբ եւ Սուրբ Հովհաննես մատուռները։ Փոքրիկ մատուռների խնամակալությամբ զբաղվում են չամուսնացած աղջիկները։ Դա կապում են այն փաստի հետ, որ պետք է մատուռ մտնեն մաքուր, ամբից պետք է լինեն, եւ նրանք նաեւ տանում լվանում են շուշպաները, որոնք դրված են մատուռում։ Պետք է շուշպաները լվալ խմոր շաղելու ամանի մեջ, այսինքն այդքան սուրբ է եւ պետք է ոչ օճառ, ոչ էլ արթուկ կպցնել այդ շուշպաներին։ Մաստարայի սրբավայրերի պատմությունների գրառման եւ ուսումնասիրության ընթացքում պարզվել է կա այնպիսի մատուռ, որի գտնվելու վայրը չգիտեն անգամ գյուղացիներից շատերը։ Սուրբ Սարգսի ձիու պայտի վայրն է։ Ինքը բավականին հեռու է գյուղից ընկնում, ձորի մեջ էր։ Ինձ դրանում օգնեցին համագյուղացիները, ինձ տարան ցույց տվեցին։ Մաստարայի մատուռներից երկուսը կոչվում են մինաս, դրանք կառուցել են տարբեր մարդիկ տարբեր ժամանակներում։ 13-րդ դարի թվագրվում Մաստարայի Թուխմանուկը, բազմաթիվ են Թուխմանուկի զորությամբ երեխա ունեցած կանանց մասին վկայությունները։ Գյուղի բլուրներից մեկի լանջին է գտնվում Սուրբ Խաչ խաչքարը։ Ծաղկասար լանջի ճանապարհին է Սուրբ Գայանե մատուռը։ Մատուռը կառուցվել է երազի հիման վրա։ Երազում Սուրբը խոսել է ցույց տվել իր տեղն ու պատվիրել կառուցել մատուռ։ Երազով է կառուցվել նաև Շեք ավետարան մատուռը։ Մի կին հրաման է ստացել գնալ եւ դուրս բերել Շեք ավետարանը հողի տակից։ Փլատակները քանդել են հանել խաչքարը, մոմլատե կտորի մեջ փաթաթված գիրքն ու խաչը։ Մեկ ուրիշ մատնահար մատուռը եղել է մարագի մեջ խոր փոսում, ասում են երազով պատվիրվել է նույն հիմքի վրա վերևում կառուցել մատուռ։ Քարհանքից սողացող ավազների տակ է մնացել ձորի ճգնավոր եկեղեցին։ Գյուղի բնակիչները շարունակում են այցելել նաև այս եկեղեցի։ Գյուղի կենտրոնում Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը կրող 2 մատուռ կա։ Մաստարայում է նաև մեռել հարոցը, հարություն տալու զորությամբ, եւ վերջապես Մաստարայի ամենակարևոր խնդրակատար ուխտատեղին Սուրբ Ստեփանոսն է, որի ուխտը մեծ հանդիսությամբ տոնվում է կանաչ կարմիր կիրակի օրը։ Անահիտ Դարփինյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։